եւ նոր, ուժեղ, հզոր ու արժանապատիվ Հայաստան կերտել Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։ Այո։ Հիմա ժամանակն է փոփոխություն բերելու։ Հիմա ժամանակն է, որ մենք բոլորս բարձրացնենք մեր ձայնը հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր երեխաների ապագայի։ Սամվել Կարապետյանից հույս է տվել։ Սամվել Կարապետյանը հույս է տվել մեզ բոլորիս։ Հիմա մենք կարող ենք իրականացնել այդ փոփոխությունը։ Կարող ենք։ Մեր երկիրը դրա կարիքն ունի, ժողովուրդ։ Ոչ մի բանից մի վախեցեք։ Եկեք համախմբվենք բոլորս, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շուրջ, հանուն մեր երեխաների, հանուն Հայաստանի ապագայի, փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր վայրիկյան ավելի եմ համոզվում, մեր հաղթանակն այլընտրանք չունի, մեզ հնարավոր չէ կանգնեցնել, մենք չենք հավաքվել այստեղ պարզապես խոսելու համար, մենք այստեղ ենք, որովհետև չենք ցանկանում ապրել անպաշտպանության և անորոշության մեջ և հանդես գալ թույլի դիրքերից, մենք այստեղ ենք, որովհետև մեր նպատակը հստակ է, փոխել այս իրականությունը, որքան էլ այս իշխանությունները փորձեցին մեզ հուսահատեցնել, մեր ոգին կոտրել, վախեցնել պատերազմներով և այլ սպառնալիքներով, միևնույնն է, չստացվեց։ Նայում եմ և համոզվում, նրանք անգամ սա են ձախողել։ Ինչպես ձախողել են մնացած ամեն ինչ։ Նրանք չկարողացան մեզ վախեցնել, չկարողացան մեզ կոտրել։ Նշածողը պետք է իրապես բարձր դնենք, պետք է հավատանք, որ մեր երկիրը կարա լինի զարգացած երկիր, որ այս ամենը չէ մեր երազանքների պիկը, ինչ մեզ փորձում են հրամցնել։ Համարձակություն պետք է ունենանք, համարձակություն ունենանք ուզենք ավելին մեր երկրի համար, համարձակություն ունենանք հավատանք մեր երկրի լավ ապագային և համարձակություն ունենանք բոլորով բերել այդ փոփոխությունները։ Սիրելի հայրենակիցներ, ընտրությունը մեկն է, փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ, թե լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ ու վաղ հարևաններից Փաշինյանի հետ։ Որն է մեր ընտրությունը։ Ընտրությունը պարզ է։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է այդ փոփոխությունը։ Որդիներից ընտրել է և նրանց նետել է ասպարեզ, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեջքը մեր երկրին և շարունակեն մեր հազարավոր տարիներ ձգվող անկասելի ընթացքը։ 10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի մայր տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը և մենք ենթարկվելով նրան արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է։ Փոխվելու է առաջինը մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին,
ընտրությունից ընտրություն չի, որ բաշխվելու է պետության կողմից փշրանքներ սեփական ժողովրդին։ Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ, իրական ներդրողներից։ Այ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու։ Դրա համար իհարկե պահանջվելու է ժամանակ, պահանջվելու է քրտնաջան աշխատանք բոլորիս, բայց ես վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավորությունը Սամվել Կարապետյանը իր առաջնորդությամբ մեզ կբերի հաղթական այն կետին, երբ մենք հաղթած կլինենք աղքատությանը և կունենանք բարեկեցիկ երկիր։ Փոքր ժամանակ, երբ Տաշիրում էի բնակվում, մեր բակում մոտ 150 երեխա կար իմ տարիքային։ Հիշում եմ, որ ամեն շաբաթ մեր ընկերներից մեկին ճամփու ենք դնում օտար երկիր։ Եվ մեր բակը դատարկվում էր։ Այնպես եղավ, որ մի ընդամենը 4 տուն էր ամբողջ բակից, որ Հայաստան էր մնացել։ Մեր երկրին իրապես, որպեսզի մարդիկ չգնան օտար երկրներ, պետք են աշխատատեղեր։ Մեր երկիրը ունենալու է 300,000 նոր աշխատատեղեր։ Որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում, IT կենտրոններում, Հայաստանով մեկ, մեր և ձեր բակի ընկերները վերադառնալու են, աշխատանքով մենք բոլորս կհասնենք դրան, ինչին էլ հասել են շատ ուրիշ երկրներ, և մենք այդ երկրներից ոչ մի բանով պակաս չենք։ Չահամեկի մարդկանց, ինչպես այն արցախցի աղջկան, մետրոյում, ով հրաժարվել որտեղ ձեր ջանքը, ձեր երազանքը արժեքում է։ Հնարավոր է ուժեղ Հայաստան, որտեղ ոչ ոք չի ձերբակալվի ձայն ունենալու համար։